1830-ականներին Արևմտյան Հայաստանի Բայազեդ քաղաքից գաղթած հարյուրավոր հայ ընտանիքներ հաստատվում են Սևանա լճի ավազանում, հիմնադրելով նոր Բայազեդ քաղաքը։ Ավելի ուշ այն ստանում է Գավառ անունը։ Քաղաքի սրտում է գտնվում առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցին, այն կառուցվել է դժվարին ժամանակներում, նոր Բայազետի թեմի առաջնորդ Խորեն վարդապետ Մուրադբեկյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, իսկ առաջին պատարագը մատուցել է կաթողիկոս Ղրիմյան հայրիկը։ Այսօր էլ Սուրբ Աստվածածինը շարունակում է մնալ հավատացյալների սիրած սրբավայրերից մեկը։ Տոնորերի ու մարդկանց հոսքը չի դադարում։ Այսօր էլ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհրդանշող տոններ մեծ ու փոքր գավառցիներին մեկտեղել եկեղեցում։ Տոնական պատարագը մատուցեց Գավառի հոգևոր հովիվ Տերնշան քահանա Սարգսյանը։ Խորանը զարդարված է ուռենու թարմ ճյուղերով, որոնք պատարագի ավարտին օրնվեցին եւ բաժանվեցին հավատացյալներին։ Խորանի վրա իր անհանգիստ շարժումներով անմիջապես աչքի է ընկնում եկեղեցու դպրաց դասի ամենափոքր անդամը Դավիթը։ Տղայի համար նոր շապիկ են կարել, որը պատարագից հետո էլ հագից չհանեց։ Սրտադրով սպասում էր, որ պետք է Կիրակիտ բարձրանա խորան։ Հետո ընթացքում էլի տանից գալուց պատարագներին չի ուզում, ճանապարհին ասում չեմ ուզում բարձրանամ, հետո գալիս ենք հենց եկեղեցի, սկսում արդեն եթում ավանդատուն, որ բարձրանա խորան։ Ծաղկազարդը սիրված տոներից է, մարդիկ ուրախությամբ են պատրաստվում տոնին, ասես վերապրելով այն ոգևորությունը, որով Երուսաղեմում ժողովուրդը դիմավորում էր Հիսուսին։ Պատարագիչ քահանան իր քարոզում հիշատակելով օրվա սուրբ գրային պատմությունները, հորդորեց մանկան մաքրությամբ, ուրախությամբ ընդունել Տիրոջը։ Սիրելի հավատակից ներկաներ, օրվա խորհրդով վերածնված Քրիստոսին ընդառաջ գնացող եւ իրենց կեսների Հիսուսի ոտքերի տակ նետող մարդկանց պես մենք էլ մեր վրայից նետենք շար եւ օտար սովորությունները։ Ամուր պահենք Աստվածորդ ու հավատքը, որպեսզի կարողանանք Քրիստոսի հաղթական մուտքն ապահովել մեր սրտերից ներս, որպեսզի այս երկրային ժամանակի մեջ ծանրացնենք անժամանակ ունեցող արժեքների նշանը, մեր կենցաղավարությամբ, հարաբերություններով և մեր ձեռած գործերով։ Տարիներ առաջ Ծաղկազարդը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հռչակվեց մանուկների օրհնության օր։ Այս կարգով տոնն ավելի մեծ գրավչություն ստացավ։ Ինչպես բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Սուրբ Աստվածածնում մանուկները հավաքվեցին խորանի առջև օրհնություն ստանալու։ Կարգը թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը կատարեց։ Մենք պարտք ունենք ուրեմն անդրադառնալու, թե ինչպես այն ժողովուրդը, որ ովսաննա աղաղակներով դիմավորում էր Քրիստոսին, ուրեմն ինչպես քիչ ժամանակ անց բացականչում է, որպեսզի խաչեն նրան։ Մենք ուրեմն գործ ունենք մարդկային վարքի փոփոխության, փոխակերպության, մակերեսային հավատքի արտահայտության հետ եւ գործ ունենք ուրեմն Աստծո խոնարհության հետ։ Ուրեմն այս իմաստով Ծաղկազարդը պարզապես տոն չէ, պարզ տոն չէ, այլ հերթական անդրադարձի առիթ է, նախ որ մարդկային եւ աստվածային կյանքը ուղեկցվում է եւ փառքով եւ զոհողությամբ, երկրորդ որ Աստված է, որ մեզ ընդառաջ է գալիս նախ եւ առաջ եւ մենք պատասխանում ենք այդ կանչին, կոչին, երրորդ որպեսզի մենք ընդհանրապես Աստված փնտրող մարդը հաստատունություն եւ ամբողջականություն որդեգրի, որտեւ Աստված միշտ անփոփոխ է, Աստված հարաշարժ է, Աստված միշտ փնտրում է ուրեմն մեղավորին, Աստված միշտ իր լույսն է առաջարկում
եւ մարդն է, որ շարունակ գայթում է, սպրտում է, տերևաթափվում է, մարդն է, որ շեղվում է իր բուն առաքելությունից եւ այս իմաստով ուրեմն ծաղկազարդը ոչ ավելորդ անգամ մեզ անդրադարձի առիթ է տալիս Ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու բոլոր տոներն էլ որպես հայ քրիստոնյայի շատ կարևոր են եւ շատ ուրախալի է, որ գնալով մենք նաեւ տեսնում ենք, որ մեր Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավատավոր ժողովրդի հոսքը մեծանում է եւ յուրաքանչյուր տոնից հետո մենք տեսնում ենք այդ հավատը եկեղեցու հայ առաքելական եկեղեցու Աստծո այդ մոտեցումը շատ նկատելի է եւ շատ ուրախալի է։ Ամեն կիրակի անպայման մասնակցում ենք պատարագին։ Այսօր էլ ինչպես քահանան ասեց եւ ուրախության խորհուրդ ունի եւ տխրության, բայց իհարկե ուրախության ակնկալիքներով ենք եկել, խաղաղության սպասումով, առողջության, խաղաղության, Աստված բոլորիս հետ լինի, բոլորիս պահապան։ Ամենակարևոր տոներից մեկն է, քանի որ սա տոն է, որը մեզ մոտեցնում է Հիսուսին։ Այսինքն մենք հասկանում ենք, որ զգում ենք Հիսուսի ներկայությունը մեր կյանքում։ Հայր Իսահակը նոր է նշանակվել Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնում, ասում է գավառցիները կապված են եկեղեցուն։ Թեմում ավելի քան 3 տասնյակ եկեղեցի է գործում, 3 կիրակնօրյա դպրոց, 2 սրբատեղի էլ այժմ կառուցվում է Լճաշեն եւ Գեղամավան բնակավայրերում։ Սուրբ Աստվածածինը մեր առաջնորդանիստ եկեղեցին է, փոքրին չեռու հարևանությամբ ունենք Սուրբ Կարապետ եկեղեցին, ունենք դպրաց դաս, ունենք երեխաներ եկեղեցում ծառայող, դուք տեսել եք բավարար չափով մասնակիցների, բայց ես անկեղծորեն պետք է ասեմ, որ մեզ դեռ դա չի բավարարում եւ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որպեսզի դեռ ավելի շատ ավելի ավելանան երեխաները եկեղեցում ծառայող սպասավորող, որպեսզի էլ ավելի ամբողջական, էլ ավելի բոլորանվեր կերպով մենք կարողանանք մեր աղոթերկությունը կազմակերպել։ Բոլոր եկեղեցիներում վաղ առավոտից օրհնվում են նորաբողբոջ ոստերը, առավոտյան ժամերգությունից եւ անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են մարդկանց։ Ողջ օրվա ընթացքում մանուկ եւ մեծ զարդարվում են այդ ճյուղերով, որոնք առատության, բարեբերության խորհրդանիշ են։ Իսկ այստեղ Սուրբ Աստվածածնում հոգևոր դասն ու աստվածաշնչային ընկերությունը իլրումն այս ամենի, նաև հարյուրավոր երեխաների համար աստվածաշունչ մատյաններ եւ այլ նվերներ էին պատրաստել։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։